Տարեցտարի Վանաձոր քաղաքն արձանագրում է նորանոր հաջողություններ և կյանքի կոչում մի շարք կարևոր ծրագրեր։ 2014 թվականին Վանաձորի համայնքի ձեռքբերումները նկատելի էին։ 13 ընտանիք ապահովվեց բնակարանով Տիգրան Մեծի 67 հասցեի շենքում։ Եվս 8 ոճաղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիք Հելամանորի նախաշեմին բնակարանամուտ տոնեց Արդա թաղամասում։ 7 տարվա տևական աշխատանքից հետո Վանաձորն ունեցավ քաղաքաշինական անձնագիր, գլխավոր հատակագիծ։ Քաղաքը հաջողություններ արձանագրեց նաև կրթամշակութային ու մարզական ոլորտներում։ Համայնքի 2014 թվականի կատարված աշխատանքներն ու գրանցած հաջողությունները ներկայացված են Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվության մեջ բաժին առ բաժին։ Այն ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսաֆիլմի տեսքով։ Հաշվետվությունը սկսում ենք Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցով։ Եկամուտների վերլուծություն։ Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեն եկամուտների գծով կատարվել է 100,5%-ով։ Բյուջեով նախատեսված 2 միլիարդ 157 միլիոն 477 հազար դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 2 միլիարդ 167 միլիոն 737 հազար դրամ։ Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 53 միլիոն 669 հազար դրամով։ Սեփական եկամուտների գծով կատարվել է 101,5%-ով։ Բյուջեով նախատեսված 696 միլիոն 550 հազար դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 706 միլիոն 810 հազար դրամ։ Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 26 միլիոն 687 հազար դրամով, որը հիմնականում կապված է հիմնական միջոցների իրացումից մուտքերի նվազման հետ։ Պաշտոնական դրամաշնորհների գծով կատարվել է 100%-ով։ Նախատեսված 1 միլիարդ 396 միլիոն 332 հազար դրամի դիմաց հատկացվել է 1 միլիարդ 396 միլիոն 332 հազար դրամ։ Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 65 միլիոն 161 հազար դրամով, որից 1 միլիարդ 136 միլիոն 670 հազար դրամը կազմում է դոտացիան, նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 139 միլիոն 499 հազար դրամով, 246 միլիոն 548 հազար դրամը կազմում է այլ դոտացիան, նախորդ տարվա համեմատությամբ աճել է 246 միլիոն 548 հազար դրամով, 13 միլիոն 113 հազար դրամը կազմում է սուբվենցիան, որից 5 միլիոն 244 հազար դրամը նպատակաուղղված է երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցման համար, 7 միլիոն 869 հազար դրամը 1974 թվականից հետո ծնված նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների փոխհատուցման համար։ Տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների գծով կատարվել է 100%-ով։ Նախատեսված 48 միլիոն 621 հազար դրամի դիմաց հատկացվել է 48 միլիոն 621 հազար դրամ։ Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 18 միլիոն 270 հազար դրամով։ Բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 15 միլիոն 973 հազար դրամ։ Վանաձորի համայնքի բյուջեի եկամուտների կառուցվածքը ըստ դիագրամի։ Վարչական բյուջեի եկամուտները։ Վարչական բյուջեի մասով կատարվել է 100,5%-ով, նախատեսված 20 միլիարդ 898 միլիոն 190 հազար դրամի դիմաց փաստացի մուտքագրվել է 2 միլիարդ 100 միլիոն 358 հազար դրամ։ Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 95 միլիոն 398 հազար դրամով։ Վանաձորի համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների կառուցվածքը ըստ դիագրամի։ Ֆոնդային բյուջեի եկամուտներ։ Ֆոնդային բյուջեի մասով կատարվել է 99,3%-ով, նախատեսված 109 միլիոն 684 հազար դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 108 միլիոն 929 հազար դրամ։ Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 17 միլիոն 219 հազար դրամով։ Վանաձորի համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամուտների կառուցվածքը ըստ դիագրամի։ Ծախսերի վերլուծություն։ Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեն ծախսերի գծով կատարվել է 99,6%-ով։ Նախատեսված 2 միլիարդ 157 միլիոն 477 հազար դրամի դիմաց դրամարկղային ծախսերը կազմել են 2 միլիարդ 147 միլիոն 779 հազար դրամ։ Այդ թվում վարչական բյուջեի մասով 99,6%, նախատեսված 2 միլիարդ 89 միլիոն 819 հազար դրամի դիմաց դրամարկղային ծախսերը կազմել են 2 միլիարդ 80 միլիոն 860
65 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 76 միլիոն 238 հազար դրամով։ Ֆոնդային բյուջեի մասով 98,9%, նախատեսված 109 միլիոն 684 հազար դրամի դիմաց դրամարկղային ծախսերը կազմել են 108 միլիոն 464 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 2 միլիոն 44 հազար դրամով։ Վանաձորի համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի ծախսերի կառուցվածքը ըստ դիագրամների։ Գույքի կառավարում։ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վանաձորի ստորաբաժին է ներկայացվել համայնքային սեփականություն հանդիսացող 36 միավոր գույքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և ստացվել է համայնքային սեփականության նույնքան վկայական։ Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից կնքվել և նոտարական վավերացման է ներկայացվել 267 պայմանագիր։ Եկամուտների հավաքագրում։ Իրականացված աշխատանքների շնորհիվ տարվա ընթացքում հավաքագրվել են գույքահարկ 320 միլիոն 939 հազար 344 դրամ, հողի հարկ 30 միլիոն 929 հազար 591 դրամ, գույքի վարձակալություն 10 միլիոն 819 հազար 288 դրամ, հողի վարձակալություն 30 միլիոն 299 հազար 693 դրամ, աղբահանության վարձավճար 145 միլիոն 119 հազար 693 դրամ։ Սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների ընթացքում բաժինն ստիպված է լինում անպարտաճանաչ հարկատուների և վարձակալների նկատմամբ կիրառել դատական կարգով պարտքերը գանձելու պրակտիկա։ 2014 թվականի ընթացքում բնակելի նշանակության անշարժ գույքի գույքահարկի և հողի հարկի 3 և ավելի տարիներ պարտք ունեցող 51 ֆիզիկական անձանց, հողի վարձակալության գծով 3 վարձակալների, 11 իրավաբանական անձանց, աղբահանության վարձավճարների գծով 15 ֆիզիկական անձանց նկատմամբ նախապատրաստվել են նյութեր առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու համար։ Ճարտարապետություն և քաղաքաշինություն։ Տրվել է ճարտարապետահատակագծային 170 առաջադրանք, շինարարության 164 թույլտվություն, այդ թվում կապիտալ կառույցների թույլտվություններ, անհատական տներ 16, խանութներ, հասարակական սպասարկման օբյեկտներ 39, ավտոտնակներ 29, վերակառուցման թույլտվություններ, բնակարանների, շինությունների, խանութների, ավտոտնակների, տարածքների 66, քանդման 14 թույլտվություններ։ Բաժնի կողմից տրվել են նաև շինարարության ավարտման փաստագրման 108 ակտեր։ Հաստատվեց Վանաձորի քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը։ Պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվում է Վանաձորի բժշկական կենտրոնի շենքը, իսկ Տաշիր հիմնադրամի ֆինանսավորմամբ ավարտման փուլում է Վանաձորի բժշկական կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքը։ Արտա բարեգործական հիմնադրամի Ֆուլեր տնաշինական կենտրոնի և Վանաձորի քաղաքապետարանի համատեղ ֆինանսավորմամբ շահագործման հանձնվեց Տարոն 3 ՔՇՀ 11 թիվ 24 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը և կառուցված 8 բնակարանները բաշխվեցին Վանաձորի անօթևան ընտանիքներին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆինանսավորմամբ Տարոն 4 թաղամասում սկսվել և շարունակվում է ֆուտբոլի ակադեմիայի կառուցման շինարարական աշխատանքները, որը կավարտվի 2016 թվականին։ Ավարտման փուլում է Նժդեհի փողոցի վրա կառուցվող համաբուժարանը և շահագործման է հանձնվել Լոռի մեծ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիագնոստիկ կենտրոնը։ Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից պատրաստվել է կառուցապատման իրավունքով տրամադրված և վերահատկացված հողամասերի 32, հողամասերի օտարման 66, հողհատկացման փաստաթղթերի հիմքերը վերականգնելու 317, փոստային հասցե հաստատելու 250, հողերի միավորման և տարանջատման վերաբերյալ 94, բնակարանի գործառական նշանակությունը փոխելու 41, ինքնակամ կառույցների և ձևափոխությունների օրինականացման 90, համայնքի ղեկավարի տարաբնույթ 99, ավագանու որոշումների 15, պայմանագրի ժամկետի երկարաձգման 53, ուժը կորցրած ճանաչելու 62, հողամասի ճշտված սահմանների 16 որոշման նախագծեր։
Բնակչության միջոցների հաշվին կառուցվել է 15 բնակելի տուն, 4168,89 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, սպասարկման և առևտրի 53 օբյեկտներ, 7005,25 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ 2014 թվականի աճուրդով օտարվել է 38 հողակտոր, 4255,94 քառակուսի մետր մակերեսով և 11,249,310 դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում անհատական բնակարանաշինության համար 7, հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման 14, ավտոտնակի 17, իսկ 35 հողակտոր կառուցապատման իրավունքով տրամադրվել է վարձակալության։ Կոմունալ տնտեսություն և բարեկարգում Փոսային նորոգումներ են իրականացվել Աբովյան, Մյասնիկյան, Գոշի, Բանակի, Բուսաբանական, Երևանյան խճուղի, Բաթումի, Համբարձումյան, Ուսանողական, Աղայան, Նժդեհի, Իսահակյան, Շինարարների, Վերածննդի, Սանկտ Պետերբուրգի, Վարդանանց, Բանյոյի, Շիրակացի, Տերյան, Զորավար Անդրանիկի, Դեմիրճյան, Խորենացի, Մոսկովյան, Գրիգոր Լուսավորիչ և Ֆիդայիներ փողոցներում, ինչպես նաև Բաղրամյան էստակադայում, Տիգրան Մեծի պողոտայում, Վարդավառի և Վազգեն Սարգսյանի անվան հրապարակներում, Տարոն 4 բարձրացող ճանապարհին ընդհանուր 9814,2 քառակուսի մետր մակերեսով, 79,989,814 դրամ ընդհանուր արժեքով։ Լրացուցիչ կատարվել է Արջուտի աղբաթափման վայր տանող ճանապարհի վերանորոգում 3,726,980 դրամ ընդհանուր արժեքով։ Մայթերի կապիտալ նորոգման աշխատանքներ են իրականացվել Նժդեհի և Մխիթար Գոշի փողոցներում, ընդհանուր 9,992,500 դրամ արժեքով, 1427,5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Լրացուցիչ կատարվել են Մայթերի կապիտալ նորոգման աշխատանքներ Մխիթար Գոշի, Զորավար Անդրանիկի, Մյասնիկյան փողոցներում 1,998,500 դրամ ընդհանուր արժեքով, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար վարչության շենքի դիմացի Մայթի ասֆալտապատում 2,494,420 դրամ արժեքով։ Կատարվել են ճանապարհային նշանների և լուսավորային օբյեկտների սպասարկման աշխատանքներ 7,281,615 դրամ արժողությամբ։ Կատարվել է քաղաքի փողոցների լուսավորության սպասարկում և շահագործում 19,166,000 դրամ արժեքով, փողոցային լուսավորության վերականգնման աշխատանքներ 29,879,956 դրամ արժեքով, փոխարինվել է 241 լամպ։ Աշխատանքներ իրականացվել են Ծատուրյան, Մարի, Իսրայել Օրի, Ճավճավաձե, Տաթևի, Լազյան, Շինարարների, Լորվա, Այվազովսկի, Շիրակի, Խնձորուտ 8-րդ, Տավրոսի 12, 13, 14, 15 փողոցներում, Սունդուկյան առաջին, Իսահակյան 3-րդ, Նալբանդյան 2-րդ նրբանցքներում, Աբովյան առաջին, Ստեփանյան փակուղիներում, Տաշիրի խճուղում, Բաղրամյան էստակադայում։ Կատարվել է Տաջիկական փողոցի լուսավորության հենասյուների տեղափոխում 2,939,500 դրամ արժեքով և Հայքի հրապարակի լուսավորության հենասյուների տեղադրում 1,085,715 դրամ արժեքով։ Կատարվել են սանմաքրման աշխատանքներ 321,678 քառակուսի մետր մակերեսով 53,964,000 դրամ ընդհանուր արժեքով և լրացուցիչ 41,359 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 6,944,752 դրամ արժեքով։ Մաքրվել և տեղափոխվել է 85,714 խորանարդ մետր կամ 25,961 տոննա կամ 10,720 երթ կենցաղային աղբ, որի արժեքը կազմում է 179,948,000 դրամ։ Լրացուցիչ Արջուտի աղբավայր տանող ճանապարհին թափված կենցաղային աղբի տեղափոխում 950,460 դրամ արժեքով։ Տարբեր թաղամասերից տեղափոխվել է 4,086 խորանարդ մետր խոշոր եզրաչափի աղբ 9,999,000 դրամ և լրացուցիչ 1,225 խորանարդ մետր 2,995,224 դրամ արժեքով։ Վնասազերծվել է 2,000 թափառող կենդանի 3,994,000 դրամ։ Հունվար, փետրվար, դեկտեմբեր ամիսներին ապահովվել է քաղաքի ձմեռային պաշտպանությունը, որը կազմել է 4,999,000
600 դրամ։ Ձեռքով կատարվել է 86,750 քառակուսի մետր և 5000 քառակուսի մետր մեխանիզմով ծաղկանոցների և սիզամարգերի հունձ։ Ձևավորվել են 125,000 միաշարք թփեր, էտվել է 251, հատվել 15 ծառ։ Ստեղծվել են ծաղկանոցներ 182,000 պալարների, սածիլների սերմերի տեղադրմամբ։ Կատարվել է ծաղկանոցների ցրտահերք 7772 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Կանաչապատ տարածքների սպասարկման համար ծախսվել է 29,954,000 դրամ։ Լրացուցիչ էտվել և ձևավորվել է 90 ծառ 5,990,780 դրամ արժողությամբ։ Անձրևաջրատար դիտահորերի և կոյուղագծերի սպասարկում 18,331,084 դրամ արժեքով։ Կապիտալ նորոգվել է ընդհանուր թվով 34 ընդունիչ դիտահորերի կափարիչ 56 դիտահոր 5,828,700 դրամ արժողությամբ։ Լրացուցիչ կատարվել է Երևանյան խճուղի փողոցի ջրահեռացման համակարգի կապիտալ նորոգում 4,721,000 դրամ արժողությամբ։ Կատարվել են նշագծման աշխատանքներ 6,636,716 դրամ արժեքով։ Մաքրվել են տան, ձուտ, փամբակ, վանաձոր գետերի հուները 11,958,000 դրամ արժեքով։ Սպասարկվել է Հայքի հրապարակի ջրավազանը 500,000 դրամ արժեքով։ 50 հատ մետաղական աղբարկղերի պատրաստում 4,949,000 դրամ արժողությամբ։ Հարազատ չունեցող անձանց ուղարկավորության կազմակերպում 300,000 դրամ արժեքով։ Համատիրություններ և բնակարանային տնտեսություն։ Համակարգվել է համայնքի թվով 60 համատիրություններին պարբերաբար ցուցաբերվող խորհրդատվական աջակցության գործընթացը։ Ապահովվել է համատիրությունների ընդհանուր ժողովներին համայնքի ղեկավարի ներկայացուցչի մասնակցությունը։ Համատիրությունների կողմից սպասարկվել է 898 բազմաբնակարան շենք, որոնց սպասարկման վարձավճարների պլանային ամսական թիվը կազմել է 15,049,090 դրամ, իսկ 2014 թվականի միջին ամսական գանձումը 11,439,610 դրամ, որից նյութածախս 6,430,640 դրամ։ Ներկայացվում է Վանաձոր համայնքի համատիրությունների սպասարկման վարձավճարների գանձման 2014 թվականի ամփոփագիրը։ Կազմակերպվել է Տիգրան Մեծի փողոցի թիվ 65 բազմաբնակարան շենքի սեփականատերերի Սատար համատիրության և Վանաձոր համայնքի համատեղ ներդրմամբ համապատասխանաբար 60 և 40% տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման գործընթացը։ Ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած և փաստացի տնակային ավաններում բնակվող ընտանիքներից 2 ընտանիքի տրամադրվել է ֆինանսական աջակցություն բնակարան վարձակալելու նպատակով և 3 ընտանիքի հատկացվել է ժամանակավոր բնակելի մակերես համայնքային ենթակայության հանրակացարաններում։ Կազմակերպվել է բնակարանային պայմանները բարելավված նախկինում տնակներում բնակվող ընտանիքների տնակներից համայնքի տարածքի ազատման գործընթացը։ Հաշվետու ժամանակաշրջանում համայնքի տարածքն ազատվել է թվով 48 տնակից։ Սեփականատերերի դիմումների համաձայն համակարգվել է սեփականատերերի կողմից բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների և գույքի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ կառավարման մարմինների հետ համատեղ թվով 45 արձանագրության կազմման գործընթացը, համաձայն որի կատարվել են սպասարկման վարձավճարների վերահաշվարկներ 5,458,000 դրամ ընդհանուր արժողությամբ, օգտագործված նյութերի արժեքին համապատասխան։ Համայնքում օտարման կարգով սեփականաշնորհվել է թվով 59 բնակարան, լքված և թալանված բնակարանները հատկացվել են թվով 5 ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքի։ Բնակարանների վերանորոգման աշխատանքներից հետո սահմանված ժամկետում նրանց հետ կնքվել է վարձակալության պայմանագիր։ Բնակարանի կարիքավորների ցուցակում հաշվառվել է 3 վիրավոր ազատամարտիկների կամ զինծառայողների ընտանիք և գործերն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարություն։ Ապահովվել է հաշվետու ժամանակահատվածում համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնին ուղղված 1645 գրության և 315 դիմումի ուսումնասիրությունների և քննարկումների գործընթացը։ Մշակույթ և կրթություն։ 2014 թվականին աննախադեպ էր հունիսի 1-ին երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների շարքը։ Քաղաքի տարբեր հատվածներում Սայաթ Նովայի անվան զբոսայգում, երկաթուղայինների երիտասարդական այգիներում, Տավրոս թաղամասի պուրակում, այնուհետև երեկոյան Հայքի հրապարակում կազմակերպվել և անց են կացվել տոնական համերգներ։ Նույն օրը Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել է համերգ, բեմադրվել տիկնիկային և բոհեմ կամերային
թատրոնների ներկայացումները։ Բոլոր մասնակից խմբերի ղեկավարները պարգևատրվել են քաղաքապետի շնորհակալագրերով։ Հրաժեշտ մանկապարտեզին միջոցառումների շարքը ևս այս տարի նշվեց առանձնակի շուքով։ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում 20 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի երեխաների մասնակցությամբ, որոնց հանձնվեցին քաղաքապետի շնորհավորական ուղերձներ և դպրոցական պայուսակներ գրենական պիտույքներով։ Այս տարի գազիֆիկացվել են թիվ 3 և թիվ 11 նուհերը, ինչպես նաև Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունը։ Թիվ 2 նուհում կատարվել են խաղահրապարակի և բակի կահավորման աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ։ Մասնակիորեն վերանորոգվել են թիվ 8, թիվ 11 և թիվ 30 նուհերի խմբասենյակները։ Թիվ 28, թիվ 32 նուհերում և Ստեփան Զորյանի տուն-թանգարանում կատարվել են ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներ։ Նոր պատուհաններ են տեղադրվել թիվ 11, 19, 28, 30 և 32 նուհերում, ինչպես նաև Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցում։ Նոր ջրագիծ է անցկացվել Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում։ Կարևորելով էլեկտրոնային գրադարանների դերն ու նշանակությունը, մշակույթի և կրթության բաժինը ձեռնամուխ է եղել քաղաքային գրադարաններին ապահովել համակարգչային տեխնիկայով։ Մշակութային կյանքը Վանաձորում զգալիորեն աշխուժացել էր հատկապես ամռան ամիսներին։ Քաղաքի բնակչության և հյուրերի համար մշակույթի և կրթության բաժինը կազմակերպել էր բազմաբնույթ միջոցառումներ և համերգներ քաղաքի բոլոր մշակութային հիմնարկներում, զբոսայգիներում, պուրակներում և քաղաքի մարդաշատ վայրերում։ Երեկոյան ժամերին Հայքի հրապարակում հնչում էր հաճելի երաժշտություն, բնակչությունը վայելում էր ամառային հանգիստը։ Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կարճ ժամանակահատվածում սկիզբ դրվեց Վանաձորյան ձայն երգի մրցույթին, որն անցկացվեց Վանաձորի օր համաքաղաքային տոնախմբության շրջանակներում։ «Ես սիրում եմ իմ քաղաքը» խորագիրը կրող քաղաքի տոնի միջոցառումների մեկնարկն սկսվել էր սեպտեմբերի 17-ից և շարունակվել մինչև հոկտեմբերի 7-ը։ Իսկ հոկտեմբերի 4-ին մեծ շուքով նշվեց Վանաձորի օրը։ Քաղաքի կենտրոնական փողոցներում մի շարք արտադրական հիմնարկ-ձեռնարկություններ կազմակերպել էին իրենց արտադրանքի ցուցադրում հյուրասիրություն քաղաքացիների և ժամանած հյուրերի համար։ Այդ ամենն ուղեկցվում էր երգ ու պարով թատերականացված շոու ծրագրերով։ Հայքի հրապարակի հիմնական միջոցառմանը մասնակցում էին քաղաքի գրեթե բոլոր գեղարվեստական կատարողական խմբերը, թատերական կոլեկտիվները, անհատ կատարողները, հասարակական կազմակերպությունները, պարային համարներով և բեմադրություններով ներկայացնելով Ղարաքիլիսա Կիրովական Վանաձոր պատմական ժամանակաշրջանը։ Ֆիզկուլտուրա և սպորտ։ Հայաստանի Հանրապետության մարզերում և Լեռնային Ղարաբաղում անցկացվող մարզական փառատոն մրցույթ-ստուգատեսում Վանաձոր համայնքը ճանաչվել է հաղթող և պարգևատրվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրով և գավաթով։ Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ ստեղծվել է ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։ Ավարտվել են օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց, համայնքային ոչ առևտրային կազմակերպության ռինգի կառուցումը և ջեռուցման աշխատանքները։ Բաժնի ենթակայության մարզադպրոցներում կատարվել են շինարարական և ներքին հարդարման աշխատանքներ։ Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության 10 մարզադպրոցում գործում է 21 մարզաձև, որտեղ աշխատում է 127 մարզիչ։ Մարզիկների թիվը 2456 է։ Մարզադպրոցների պահպանման համար ծախսվել է 266 միլիոն 978 հազար 200 դրամ։ Վանաձորի համայնքի ավագանու որոշմամբ տարվա 10 լավագույն մարզիկներից առաջին հնգյակին և պատանի մարզիկներից առաջին եռյակին նշանակվել է ամենամսյա նպաստ 1 միլիոն 632 հազար դրամ։ Մարզադպրոցներին տրամադրվել է 11 միլիոն 304 հազար դրամ խրախուսման ֆոնդ լավագույն մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու համար։ Լավագույն մարզական արդյունքներ։ Հաշվետու տարում քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների սաները մասնակցել են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ֆեդերացիաների կողմից հաստատված մարզական միջոցառումների օրացուցային պլանով նախատեսված առաջնություններին և մրցաշարերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և միջազգային մրցաշարերին, ինչպես նաև համահայկական առաջին ձմեռային խաղերին։
Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների հաղթողներ եւ մրցանակակիրներ են դարձել 4 մարզիկ։ Հայաստանի Հանրապետության առաջնություններում հաղթողներ են դարձել 37 մարզիկ, երկրորդ տեղ 14 մարզիկ, երրորդ տեղ 29 մարզիկ։ Հաջողություններ են արձանագրվել նաեւ խաղային մարզաձևերում։ Հանդբոլի եւ վոլեյբոլի թիմերը դարձել են Հայաստանի Հանրապետության առաջնությունների հաղթողներ։ 2014 թվականին Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի բաժնի կողմից իրականացվել է թվով 14 մարզական միջոցառում։ Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք մրցույթի Վանաձոր համայնքի փուլին մասնակցել է 39 ընտանիք։ Անց է կացվել Աջարիայի հայերի միության եւ Վանաձորի հավաքական թիմերի մինի ֆուտբոլի ընկերական ստուգողական խաղ։ Ներքին աուդիտ Վանաձորի քաղաքապետարանի ներքին աուդիտի տարեկան ծրագրին համապատասխան 2014 թվականի ընթացքում ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին տրվել են աուդիտորական առաջադրանքի հանձնարարականներ եւ աուդիտի են ենթարկվել թվով 18 միավորներ։ Յուրաքանչյուր միավորի համար ստեղծվել է առանձին թղթապանակ, որտեղ կարված են աուդիտորական հաշվետվությունները եւ աշխատանքային փաստաթղթերը։ Իրականացվել է նաեւ գնման ընթացակարգի աուդիտ ընտրանքային կարգով։ Հայտնաբերված թերացումների մեծ մասը շտկվել են աուդիտի ընթացքում, մի մասի վերաբերյալ տրվել են հանձնարարականներ համապատասխան միավորի ղեկավարին։ Բաժնի կողմից կատարվել են առաջարկություններ աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու, ֆինանսական միջոցները հնարավորինս տնտեսելու հսկողության մակարդակի բարձրացման վերաբերյալ։ Առևտրի եւ սպասարկման տրանսպորտը համակարգող բաժին 2014 թվականի ընթացքում համայնքի ղեկավարի կողմից բաժնին մակագրվել է թվով 180 դիմում եւ գրություն, 2365 հայտ, որից ոգելից եւ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքի թվով 2043, համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության հիմնական եւ ոչ հիմնական շինության ներսում թվով 194, համայնքի տարածքում տաքսի ծառայություն մատուցելու թույլտվություն թվով 11, հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն թվով 16, գազի վաճառքի թույլտվություն թվով 9, խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն թվով 19, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի 41, համայնքի տարածքում արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 25, համայնքի տարածքում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն թվով 9, համայնքի տարածքում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն թվով 3։ Պարբերաբար վերահսկում է իրականացվել համայնքի տարածքում ներքաղաքային երթուղիներում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների աշխատանքի սպասարկման որակն ու չվացուցակները։ Մրցույթի ընթացքում հաղթած տրանսպորտային միջոցների շարքից դուրս գալու դեպքում նրանց այլ համարժեք տրանսպորտային միջոցով փոխարինելու գործընթացը թվով 11 միկրոավտոբուս փոխարինվել են նորերով։ Հաշվետվություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան առևտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում 2014 թվականի առաջինից 4-րդ եռամսյակներում իրականացված թվով 1114 առևտրի օբյեկտի վերաբերյալ ծրագրեր եւ արտաքին հարաբերություններ։ Counterpart International եւ Save the Children International կազմակերպությունների հետ ծրագրերի եւ արտաքին հարաբերությունների բաժինը մշակել է Վանաձոր համայնքին վերաբերող մի շարք ծրագրեր, որոնք 2014 թվականի ընթացքում իրականացվել են, մասնավորապես Վանաձորի համայնքի ավագանու նիստերի դահլիճի արդիականացում։ Աշխատանքներ են տարվել Փրկեք երեխաների եւ Վանաձորի զբաղվածության կենտրոնի հետ Նեցուկ համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։ Հայաստանի տեղական իշխանությունների մշակած լավագույն գործելակերպի ծրագրի շրջանակներում ներկայացվել են 2 ծրագիր։ Քաղաքացիական մասնակցության խթանում, որում ներկայացվել է ավագանու նիստերի նոր վերազինված տեխնիկայով դահլիճի ստեղծումը, որը կնպաստի Վանաձորի ավագանու ինստիտուտի կայացմանը, որոշումների ընդունման գործընթացի թափանցիկության, հասարակական լուսաբանման մեխանիզմների բարելավմանը, նախադպրոցական եւ արտադպրոցական կրթության տրամադրում, որը կնպաստի Վանաձորի նախադպրոցական եւ սպորտային հաստատություններում տեղեկատվության մատչելիության, հրապարակայնության ու հասարակական վերահսկողության մեխանիզմների ապահովմանը։ Երկրորդ ծրագիրն ընդգրկվել է լավագույնների մեջ։ Այժմ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների շահառուները հնարավորություն ունեն համապատասխան գաղտնաբառի օգտագործմամբ օնլայն հետևելու իրենց երեխաների առօրյային։
Հոկտեմբերի 15-ին USAID և Counterpart միջազգային կազմակերպությունների կազմակերպած շնորհանդեսում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Counterpart International-ի կողմից իրականացված քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում ցուցաբերած գործուն աջակցության, անսպառ նվիրումի, առանձնահատուկ ջանքերի և արգասաբեր աշխատանքի համար Վանաձոր համայնքին տրվել է շնորհակալագիր։ Կապ է պահպանվել Բանյո, Փասադենա, Պոդոլսկ, Կիսլովոդսկ, Բաթումի, Լայպցիգ, Վիտեբսկ, Լոդզ քաղաքների հետ։ Իրավաբանական բաժին 2014 թվականին Վանաձորի քաղաքային համայնքի աշխատակազմի իրավաբանական բաժին մուտքագրվել են 777 զեկուցագրեր և դիմում գրություններ, որոնցից 25-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, 32 դիմում քաղաքացիներից, 145 զեկուցագրեր գույքահարկի, հողի հարկի, աղբահանության և հողի վարձակալության գծով պարտքերի վերաբերյալ։ Ապահովվել է 223 դատական նիստերի ներկայացուցչություն։ Հաշվետու ժամանակաշրջանում բաժին մուտքագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 25 գործերով կազմվել են 1.405.000 դրամի չափով տուգանքի նշանակման որոշումների նախագծեր։ Բաժին մուտքագրված գույքահարկի և հողի հարկի, հողի վարձակալության, տեղական տուրքերի գումարների բռնագանձման, կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման ընդհանուր 145 գործերով կազմվել են 38.924.791 դրամի չափով նախագծեր։ Համայնքի ղեկավարի անունից ներկայացվել են 48 հայցադիմումներ, դիմումներ, որից բավարարվել են 43-ը։ Համայնքի դեմ դատարաններից ստացված 32 հայցերը և դիմումները ուսումնասիրվել են և դրանց դեմ սահմանված ժամկետներում ներկայացվել են առարկություններ կամ պատասխաններ։ Խնամակալություն և հոգաբարձություն 2014 թվականին Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գումարել է 27 նիստ, քննարկել 148 հարց։ Տարբեր պատճառներով ծնողական խնամքից զրկված 40 անչափահասի նկատմամբ նշանակվել է խնամակալ։ Տարբեր պատճառներով ծնողական խնամքից զրկված 9 անչափահասի նկատմամբ նշանակվել է հոգաբարձու։ 6 անգործունակ քաղաքացու նկատմամբ սահմանվել է խնամակալություն։ 17 ընտանիքի համար կատարվել է երեխաների և նրանց խնամքին ու դաստիարակությանը հավակնող կողմերի կյանքի պայմանների հետազոտություն, տրվել է վեճի էության մասին եզրակացություն։ 16 անչափահաս որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխայի վերցվել է սկզբնական հաշվառման։ 5 ընտանիքի տրվել է թույլտվություն կատարելու անչափահաս երեխաների գույքի նկատմամբ նոտարական հաստատման ենթակա գործարք։ Կազմակերպվել են 3 ընդլայնված նիստ և 2 կլոր սեղան հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների մասնակցությամբ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հիմնախնդիրների թեմայով։ Կազմակերպվել են նաև համատեղ նիստեր այլ համայնքների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների հետ։ Փառատոնները որպես երեխաների շրջանում անցանկալի երևույթների կանխարգելման աշխատանքներ և երեխայի բնականոն զարգացմանը նպաստող հանգամանք թեմայով հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ կազմակերպվել են քննարկումներ։ Ոստիկանության բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի հետ Վանաձորում պարբերաբար անցկացվել են ստուգայցեր։ Հանձնաժողովը մեթոդական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն է տվել մարզի համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին, մարմիններին։ Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին հայտնաբերելու, նրանց բնականոն զարգացմանը, հայրենասիրական, գեղագիտական դաստիարակությանը նպաստելու, ազգային արվեստին ու մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու համար հանձնաժողովը կազմակերպել է նաև մշակութային և ուսուցողական այլ միջոցառումներ։ Մարտ-հունիս ամիսներին անցեկացվել հայ երգի, պարի, երաժշտության համաքաղաքային մանկապատանեկան 25-րդ փառատոնը։ Հունիսի 1-ին հանձնաժողովը կազմակերպել է ուրախ համերգ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվել է պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 22-րդ փառատոնի առաջին փուլը։ Քարտուղարություն նախապատրաստվելու համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել ավագանու որոշման 120 նախագիծ։ Հրավիրված 12 նիստերում ընդունվել ու ըստ պատկանելության Լոռու մարզպետարան, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն, այլ գերատեսչություններ ու իրավաբանական և ֆիզիկական անձինք, հասարակական կազմակերպություններ առաքվել են 65 տարաբնույթ որոշումներ։ Սահմանված կարգով իրականացվել է հանրային լսումներ համայնքի 2015 թվականի բյուջեի վերաբերյալ։ Համայնքի
հավաքանու որոշումների հրապարակայնությունն ապահովել է այդ նպատակով քաղաքի տարածքում առկա ցուցատախտակներին և համատիրությունների գրասենյակներում փակցնելու միջոցով, ինչպես նաև 3 հեռուստաընկերությունների Լոռու մարզ մարզային թերթի, ինտերնետ կայքէջի և սոցիալական ցանցերի միջոցով։ Պատրաստված և բոլոր շահագրգիռ պատկան մարմիններին տրամադրած 17 տեղեկագրերի 680 օրինակներում ընդգրկվել են համայնքի հավաքանու 19 և համայնքի ղեկավարի 25 նորմատիվային որոշումներ։ Բաժինն ընդհանուր առմամբ մուտքագրելու աշխատել է 10,041 փաստաթղթի հետ, որից 4867-ը ազգաբնակչությունից ստացված դիմումներ են, 5174-ը տարբեր կազմակերպություններից։ Վերջիններից 731-ը ստացվել են Հայաստանի Հանրապետության կառավարությունից, ազգային ժողովից, Լոռու մարզպետարանից և դրանց ամբողջությամբ համապատասխան ընթացք է տրվել։ Բնակիչներից ստացված 4867 դիմումներից դրական լուծում է տրվել գրեթե 60%-ին։ Ավելի քան 250 դիմում վերահասցեագրվել է համապատասխան մարմիններ։ 2014 թվականի ապրիլ և հոկտեմբեր ամիսներին թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով քաղաքապետարանում կայացվել է 19 մրցույթ, հուլիսին, նոյեմբերին և դեկտեմբերին 39 ատեստավորում, պատրաստվել 19 նոր անձնական գործ, ձևակերպել և ընթացք տվել 637 կարգադրության ու 348 հրամանի, 6918 ելից փաստաթղթի։ 2014 թվականին կազմվել է համայնքի ղեկավարի կայացրած աշխատանքային 42 խորհրդակցության արձանագրություն, վերահսկվել դրանց ժամանակ տրված ավելի քան 378 հանձնարարականների կատարումը։ 25 հանրային հավաքի իրազեկումն ընդունվել է ի գիտություն։ Սոցիալական ծառայություն 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ անապահովության գնահատման համակարգում հաշվառված է 7030 ընտանիք, որոնցից 4881 ընտանիք ստանում է ընտանեկան նպաստ, իսկ 2149 ընտանիք ստանում է սոցիալական նպաստ։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքները ընդհանուր հաշվով 2014 թվականին ստացել են 2 միլիարդ 47 միլիոն 542 հազար 500 դրամ գումար։ 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 270 ընտանիք ստացել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ, 36 ընտանիք ստացել է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստ, յուրաքանչյուր ընտանիք ստացել է 430 հազար դրամ։ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է նշանակվել 548 ընտանիքների, 606 ընտանիք ստացել է երեխայի առաջին դասարան ընդունվելու համար միանվագ հրատապ օգնություն։ Նախկին ԽՍՀՄ խնայի բանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց 696 ավանդատու ստացել է ավանդի դիմաց փոխհատուցում։ Այդ ավանդատուներն ընդհանուր հաշվով ստացել են 149 միլիոն 69 հազար 691 դրամ գումար։ 106 քաղաքացու տրամադրվել է որոշումներ տնային պայմաններում խնամք կազմակերպելու համար։ 15 քաղաքացու տրամադրվել է ուղեգիր բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում ընդունվելու համար։ 33 քաղաքացու տրամադրվել է որոշումներ բարեգործական ճաշարանից օգտվելու համար։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպության 2 շրջանավարտի համար ընդունվել է որոշումներ սոցիալական բնակարաններ հատկացնելու համար։ 2310 ընտանիքի նշանակվել է եռամսյակային հրատապ օգնություն։ Այդ ընտանիքներն ընդհանուր հաշվով ստացել են 112 միլիոն 534 հազար դրամ գումար։ Սոցիալական բնակավար 2014 թվականին Վանաձորի համայնքի հավաքանու որոշմամբ կամավոր լիազորությունների դաշտում սոցիալական բնակավարում համայնքային ծրագրեր իրականացնելու համար հատկացվել է 17 միլիոն 188 հազար 100 դրամ։ Իրականացված ծրագրերը ներկայացված են ամփոփ տեղեկանքի տեսքով։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցում 2014 թվականի ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժնում կատարվել են հետևյալ գրանցումները. ծննդյան մասին ակտային գրանցում 1584, ամուսնության մասին ակտային գրանցում 807, մահվան մասին ակտային գրանցում 1346, ամուսնալուծության մասին ակտային գրանցում 270 և որդեգրման մասին ակտային գրանցում 5։
մեջ է շողում իմ հայրենի քաղաք Քո ծիծաղով ծաղկոխողում կյանքը ժպտում է տակ Դու ժպտում ես, կանչում ես ինձ լորվա գեղեցկուհի Թողած հեռվում վիշտ ու թախից, թողած վերքերը հին Դու ժպտում ես, կանչում ես ինձ լորվա գեղեցկուհի Թողած հեռվում վիշտ ու թախից, թողած վերքերը հին